Երեք որոշումը կայացրել են, այսօր եկեք քանդել են, մեզ չեն տեղեկացրել։ Գոնե կգայինք, եթե քանդելու են, մեր գույքը հավասարացրել են աղբի, զիբիլա դառը էսի ամեն ինչը։ Ոչ, մեզ տակի տղաներն են զանգ տվել, ոչ մեկ չի զգուշացրել մեզ, որ պետք է գան, պետք է քանդեն։ Դատարանում 60 հոդվածի պահանջ ա եղել դատարանից, մինչև այսօր չեն ներկայացնում, այս հողը 60 հոդվածի տակ է, 60 հոդվածի տակ չի։ Նույն Ավինյանին են դիմել, որ չեն այսինքն սահմանօրինական եկան քանդեցին։ Այստեղ սրճարան։ Այս ամբողջը մեր գույքն է, հեսա ջարդած, այսի չէ, ռենա փշրել են սա մեբելներով, բանով։ 96 թվականից, ուրեմն 96 թվականից 17 թիվներ Տարոնը որոշումը տվեց Տարոն Մարգարյանը, այսինքն որոշումը տվեց, հետո որոշումը չեղալ արեց։ Դատարանով մենք այդ որոշումը հաղթեցինք։ Պայմանագիր կնքեցին, 21 թվին պայմանագիրը լրացավ, այդ դատարանով այդ Հայկ Մարությանի ժամանակ դատարանը պարտավորեցրեց պայմանագիր կնքեցին։ 21 թվին լրացել է ժամկետը, պայմանագիրը չէին երկարացնում։ Բայց կադաստրով դադարացրած չի մեր պայմանագիրը։ Գործը գտնվում է դատարանում, ասում են, որ 60 հոդված է, բանը Տիգրան Ավինյանը այդ 60 հոդվածը միջև այսօր չի ներկայացնում դատարան։ Վարձավճարները, միջև այսօր հողի վարձավճարներն է, սան մաքրում է, 15 օր առաջ այդ կողքի օբյեկտից դուրս են գալի Նաշնոյ կլուբա, պատվալային հարգում, այդտեղ ծխում են, այդտեղ աղբ էին թափել, մեզ էին նամակ գրել։ Մենք էլ եկանք ապացուցեցինք, որ մենք մեր հատկացված տարածքը մաքուր ենք պահում։ Նկարեցինք, դիմեցինք, որ դիմեք ով է այդ կողքի ակումբին, որ գան իրանց հաճախորդները դուրս են գալի, այդտեղ ծխում են շշերով, պիվա, բան, շպրտում էին այդտեղ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ գողական են, թե քաղաքապետարանի, ասում են բախի չեք, մեզ տեղեկացրել, ասում է ձեր հասցեն մենք չունենք։